Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Պարկամուկ եղբոր վերջը։ Ճագար եղբայրը մի անգամ աղվես եղբոր եւ պարկամուկ եղբոր հետ աշխատում էր իրենց տնից ոչ հեռու, անտառում։ Առավոտից դուրս էին եկել, որ ամբողջ օրը աշխատեն, ճաշն էլ հետներն էին վերցրել։ Ուտելիքը դրեցին մի ընդհանուր տեղ, օրը շատ տաք էր։ Դրա համար էլ աղվես եղբոր կարագը պահեցին սառը աղբյուրում։ Հետո սկսեցին աշխատել, բայց կարագը ճագար եղբոր գլխիցը դուրս չէր գալիս։ Աղվես եղբայրը միշտ կարագ ու ուրիշ լավ բաներ էր ուտում, իսկ ճագար եղբայրը կարագ շատ քիչ էր ուտում, չնայած աղվես եղբորից էլ շատ էր աշխատում։ Այսպես նրանք աշխատում էին։ Ամեն անգամ, երբ կարագը ճագար եղբոր միտն էր ընկնում, բերնի ջուրը գնում էր։ Վերջապես որոշեց կարագի համը տեսնել ու մի հնարք մտածեց։ Աշխատում, հանկարծ ճագար եղբայրը գլուխը բարձրացրեց, իբր թե ականջ է դնում ու գոռաց. «Այստեղ եմ, ինչ ես ուզում»։ Հետո կացինը վայր գցեց ու վազեց իր տան ուղղությամբ։ Շատ հեռու չգնաց։ Հենց որ տեսավ իրեն ոչ ոք չի հետևում, ետ դարձավ դեպի աղբյուրը վազեց։ Մի քիչ կարագ լպստեց, մնացածը տեղը դրեց ու գնաց գործի։ «Էդ ուր էիր», հարցրեց աղվես եղբայրը։ «Երեխաներս էին կանչում, գնացի տեսնեմ ինչ են անում»։ Պառավս է հիվանդացել։ Աշխատում, կարագի համը ճագար եղբոր բերանումն էր մնացել։ Որոշեց էլի ուտել։ Գլուխը բարձրացրեց ու գոռաց. «Էй, սպասիր, գալիս եմ», ու վազեց գնաց։ Այս անգամ շուտ չվերադարձավ։ Երբ եկավ, աղվես եղբայրը նորից հարցրեց. «Էդ ուր էիր»։ «Գնացի պառավից տեսնեմ, վախենում եմ, թե մեռնի»։ Շուտով ճագար եղբայրն իր երեխաների ձայնը նորից լսեց, վազեց գնաց։ Այս անգամ նա կարագն այնպես լպստեց ու ամանն էլ այնպես լիզեց, որ դեմքը մեջը երևաց։ Բայց մի քիչ կարագ պահեց թփերի մեջ ու գնաց աշխատանքի։ «Հիմա կինդ ինչպե՞ս է», հարցրեց աղվես եղբայրը։ «Շնորհակալ եմ, աղվես եղբայր, միայն վախենում եմ արդեն մեռած լինի», ասաց ճագար եղբայրը։ Վատ լուրը լսեցին, թե չէ, աղվես եղբայրն ու պարկամուկ եղբայրը շատ խղճացին ճագար եղբորը։ Կամաց ճաշի ժամը եկավ։ Գնացին ուտելիքը վերցրին։ Ճագար եղբայրը այնքան տխուր խեղճացած էր երևում, որ աղվես եղբայրն ու պարկամուկ եղբայրը ուզում էին մի բան անել նրա համար։ Աղվես եղբայրն ասաց. «Պարկամուկ եղբայր, վազիր գնա աղբյուրը կարագը բեր, էս ճաշի պատրաստությունը կանեմ»։ Պարկամուկ եղբայրը վազեց գնաց ու շուտով ետ եկավ։ Ականջները դողում էին, լեզուն էլ դուրս էր եկել։ Աղվես եղբայրը տեսավ նրան, ձայն տվեց. «Ինչ է պատահել, պարկամուկ եղբայր»։ «Արի աղվես եղբայր», ասաց պարկամուկ եղբայրը, «կարագն անհետացել է»։ «Ինչպես կարող է անհետանալ», հարցրեց աղվես եղբայրը։ «Ով գիտի, գուցե գոլորշիացել է», ասաց պարկամուկ եղբայրը։ Բայց ճագար եղբայրը նայեց նրան ու ասաց. «Կարծում եմ, որ կարագը մեկն ու մեկի բերանում հալվել է»։ Բոլորը գնացին աղբյուրը։ Ամանի մեջ կարագ չկար։ Խելք-խելքի տվին, թե ինչ տարօրինակ բան է ճագար եղբայրը։ Ու նա ասաց. «Ահա, ոտնատեղեր կան։ Ինձ թվում է, որ կբռնեմ գողին։ Սկզբում եկեք քնենք, հանգստանանք, հետո կբռնեմ»։ Պառկեցին։ Շուտով աղվես եղբայրն ու պարկամուկ եղբայրը խռմփացնում էին։ Ճագար եղբայրն արթուն էր։ Նա վեր կացավ, թփերի միջից հանեց մնացած կարագի կտորն ու պարկամուկ եղբոր մռութին քսեց։ Հետո արթնացրեց աղվես եղբորը, ցույց տվեց նրան պարկամուկ եղբոր բերանի կարագը։ Վեր կացրին պարկամուկ եղբորը ու ասացին այդ մասին։ Իհարկե պարկամուկ եղբայրը հրաժարվեց։ Աղվես եղբայրը գիտեր օրենքները։ Նա ասաց. «Ով գնաց կարագը բերելու, ով եկավ, ասաց, թե անհետացել է, ում մռութին էր կարագը։ Դու ես գողացել կարագը, պարկամուկ եղբայր, մի փորձիր հերքել»։ Պարկամուկ եղբայրը տեսավ, որ էլ ճար չկա։ Մի քիչ մտածեց ու ասաց. «Թե որ ուզում եք գողին բռնել, մի մեծ կրակ վառենք, թող բոլորն էլ թռչեն նրա վրայից։ Կրակի մեջ ընկնողը հենց ինքը գողն է»։ Ճագար եղբայրն ու աղվես եղբայրը համաձայնեցին։ Շուտով
Ցախի մի մեծ դեղ սկիտեցին, կրակ տվին վառեցին։ Երբ կրակը թեժացավ, ճագար եղբայրը պատրաստվեց։ Նրա հերթը առաջինն էր։ Ետ գնաց, շուրջը նայեց, քրքջաց ու ցատկեց։ Ծտի նման թռավ վրայից։ Հերթը աղվես եղբորն էր։ Նա ավելի հեռու գնաց, թքեց ձեռքերին ու ցատկեց։ Ցատկեց, բայց քիչ մնաց կրակի մեջ ընկներ։ Պոչի ծայրը խանձվեց։ Այդ օրվանից աղվես եղբայրն ու իր բոլոր երեխաները ունեն այդ կրակի թողած նշանը։ Նրանց պոչի ծայրը սպիտակ է։ Հերթը հասավ պարկամուկ եղբորը։ Թափ առավ, ցատկեց ու թրմփ ուղիղ կրակի մեջտեղը։ Ճագար եղբայրը փորձեց փրկել նրան, բայց չկարողացավ։ Ահա թե ինչպես եկավ մեր պարկամուկ եղբոր վերջը։